Լսեցինք երաժշտություն եւ մեր տաղավարում է մեր այսօրվա արդեն թվով երկրորդ հյուրը եւ դարձյալ երեխաների ամառային ժամանցի մասնին մասնագետներն ասում են, որ լավագույն ժամանցը արձակուրդում գտնվող երեխաների համար կարող են ապահովել թանգարանները, գիտելիք, ճանաչողություն եւ ժամանակ մեկ միջավայրում։ Մեր տաղավարում է Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։ Տեսնենք թե երեխաների ամենասիրելի թանգարանից մեզ ինչպիսի առաջարկներ ենք ստանալու այս անգամ երեխաների համար մի փոքր այսպես ասեցի, բայց դե մենք հասկացանք։ Բարի առավոտ Տիկետեսին։ Նախ ուրախ ենք, որ ժամանակ եք գտել մեզ հյուր գալ։ Այսօր առիթ ենք ունեցել խոսելու այն մասին, թե ինչպես կազմակերպել երեխաների ժամանցը եւ փորձել այն անել ոչ միայն ժամանցային, այլ նաեւ որ այն լինի օգտակար։ Գիտենք, որ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը նույնպես ունի երեխաների համար ել ավելի հիանալի առաջարկ։ Եկեք խոսենք մի փոքր թե ամառվա հետ կապված ինչ առաջարկ ունի Թումանյանը երեխաների հետ եւ արդյոք այն կարող է նաեւ ժամանցը եւ օգտակարը միասին այսպես համատեղված հետաքրքիր ծրագրով հանդես գալ։ Իդեպ շատ շնորհակալ եմ, որ ասեցիք երեխաների ամենասիրելի թանգարանը, դուք ճիշտ եք ասել, 2025 թվականի վերջին եռամսյակի եւ 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով դպրոցական աբոնեմենտային համակարգով մենք երրորդ տեղում ենք։ Այսինքն դուք իսկապես չգիտեմ թվերի եք տիրապետել հետո եք ասել։ Ես կարծում եմ Սամվելը հենց իր կարծիքից ելնելով էլ անգամ ասեց այդ նախադասությունը։ Մենք իրականում փոքր տարիքից միշտ գիտենք, որ բացի այն, որ Թումանյանը համարում է երեխաների ամենասիրելի գրողը, նաև յուրաքանչյուր երեխա ես վստահ եմ գոնե մեկ անգամ այցելել է թանգարան։ Գոնե։ Այո, գոնե, առնվազն։ Այո։ Ուրեմն մենք ամառը ունենք սովորաբար նախ ասեմ, որ Թումանյան թանգարանը Հայաստանի թանգարանների դաշտում առաջինն էր, որ բերեց ամառային դպրոցի գաղափարը եւ իրականացրեց։ Դա 2009-ից էր, երբ Թումանյան թանգարանը ստեղծեց Բզեզ դպրոցը, դա Թումանյանի համանուն ստեղծագործության գաղափարի վրա կառուցված դպրոց է, որը մինչև հիմա գործում է։ Անցյալ տարի դե գիտեք մենք շինարարության աշխատանքների հետ կապված ժամանակավորապես գործունեություն ենք ծավալում Աբովյան 51 կոտորակ մեկ հասցեում, բայց այս տարի էլ Բզեզ ամառային դպրոցը գործելու է։ Բզեզ դպրոցը դա կրթական մշակութային հետաքրքիր ծրագիր է, բազմապլան, բազմավեկտոր, որտեղ ընդգրկվում են 6-ից 11 տարեկան երեխաներ եւ գրաֆիկով կատարում են տարբեր աշխատանքներ։ Այս տարվա ծրագրի նորույթը այն է, որ ծրագիրը կունենա նաեւ հեքիաթի թերապիայի ժամ, որը ինքնաաջակցող թերապևտիկ աշխատանք է, հոգեբանի աշխատանք այս տարիքային խմբի երեխաների հետ։ Վարպետների հետ հանդիպում, արվեստագետների հետ հանդիպում, արհեստավորների հետ հանդիպում, շրջայց այլ թանգարաններ, օրինակ տպագրական խոսքը երբ բացատրում ենք եւ ձեռագիրը եւ նաեւ սովորեցնում ինչ է վայելչագրությունը, անպայման մենք երեխաներին ուղեկցում ենք ազգային գրադարանի տպագրության թանգարանը։ Այսինքն այն ունենում է նաեւ թանգարանային ճանապարհորդություն այս ծրագիրը։ Այսպես մենք առաջնորդվում ենք Թումանյանի մանկավարժական կրթական հայացքներով եւ պատկերացրեք 20-րդ դարի սկզբին, երբ Թումանյանը լավագույն քարյակով Ստեփան Լիսիցյան, Լևոն Շանթ, Ստեփան Կանանյան եւ Թումանյան ստեղծեցին Լուսաբերը որպես ընթերցարան, պատկերացրեք դա կարող է այսօր էլ շատ լավ ընթերցանության ծրագրի հիմք դառնալ եւ երեխաներին կրթել, զարգացնել հենց լուսաբերով, որը ստեղծել են ժամանակի երևելիներ կրթության, հրապարակախոսության, մանկավարժության ոլորտի եւ պատկերացրեք գիրքը նկարազարդել է Բաշինջաղյանը։ Այդպիսի հետաքրքիր գործեր, իդեպ նաեւ ուզում ենք լուսաբերը որպես մանկապատանեկան թերթ ստեղծենք, որին կսկսեն թղթակցել Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր համայնքներից, իդեպ ասեմ թյուր է այն կարծիքը, որ թղթային թերթը այլևս չկա։ Լավագույն երկրներում աշխարհի եւ երջանիկ երկրներում, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ թղթային թերթը կա եւ մարդիկ այն կարոտով ընթերցում են։ Տեսեք ոնց է ստացվում մեր այդ գաղափարը կյանքի կոչել։
շատ ու շատ մարդիկ անգամ այսպես ստատիստիկ տվյալներով վերջերս նայում էի, որ չեն էլ սիրում։ Իհարկե դա վերաբերում է շատ ավելի այսպես բարձր սերունդի մարդկանց, բայց չեն էլ սիրում ինտերնետով կարդալ։ Նախ միևնույն է, պարտադիր առավոտյան ստանում են թերթը եւ պարտադիր այն բացում են, որպեսզի իսկապես լիարժեք զգան ու կարդան։ Այո։ Այ խոսեցիք ամառային դպրոցից, ինչպես վստահ եմ մեր հեռուստադիտողներին ծնողներին շատ կհետաքրքրի, ինչպես դիմեն, ովքեր չգիտեն, ովքեր տեղյակ չեն դպրոցի մասին, ինչպես դիմեն, ինչպես ընդունվել, ոնց է իրականացվում ընդունելության աշխատանքները։ Մենք առաջիկա շաբաթը արդեն գովազդային հայտարարություն ենք դնելու, կցված գովազդով, եւ այնտեղ լինելու է հայտագրման լինք։ Ցանկացողները լրացնելու են հայտը կամ զանգելու են եւ մենք հայտագրումներն անելու ենք, խմբերը ձևավորելու ենք։ Խումբը 20 հոգուց չի կարող շատ լինել, որովհետեւ այն պետք է լինի արդյունավետ, բոլորը պետք է կարողանան լավ լսել, լավ հասկանալ եւ լավ կրթվել։ Մենք կունենանք դիտումներ անիմացիաների, ստեղծել ենք 10 անիմացիաներ Թումանյանի տարբեր հեքիաթների վրա եւ հեքիաթի ժամեր ենք անելու ամառային դպրոցի ընթացքում, որը կրելու է հեքիաթի ժամ խորագիրը եւ դրան կարող են միանալ երեխաներ, որոնք չեն ուզում դպրոց գալ, բայց ուղղակի ուզում են գալ եւ լսել հեքիաթ, դիտել հեքիաթ։ Լավ, եթե փորձենք մի փոքր խոսել նաև հենց Թումանյանի տուն-թանգարանի ամբողջ աշխատանքը ինչ է տարվա կտրվածքով իրականացնում է։ Ինչ նորություններ ունեք այս տարի, ինչ ծրագրեր են սպասվում, ինչ միջոցառումներ։ Մենք արդեն այս շաբաթ Զանգակ տպագրատանը տպագրվելու է մի շատ շքեղաշուք գիրք, այս մասին Շանթի տաղավարում խոսել ենք, դեռ որ այն նախագիծ էր, բայց հուսամ, որ իմ հաջորդ հայցին ես այդ գիրքը նվեր կբերեմ Շանթին, դա QR կոդերով գիրք է, ուշագրավ գիրք, որտեղ Թումանյանը ներկայացված է համապարփակ ամեն տեսանկյունից, Թումանյան հայրը, Թումանյան հանրային գործիչը, Թումանյան բանաստեղծը, Թումանյան մանկավարժը եւ այդտեղ ընթերցողը QR կոդերի տակ գտնում է Թումանյանը գեղարվեստում, գտնում է Թումանյանի ստեղծագործությունների վրա ստեղծված թրիլերները եւ դա դառնալու է դպրոցների համար մի գտածո, որով ուսուցիչը 10 անգամ աշակերտին չի ասելու գնա Մարոն պոեմը բեր գրադարանից կամ գնա քարյակները բեր կամ գնա նամակները բեր, որը կարող է նաև չլինել։ Ընդ որում նամակների տակ կամ QR-ներ, որտեղ Նարինե Գրիգորյանը, Նվարդ Թումանյանն է, այսինքն կենթանի ընթերցումներ են կազմակերպել դերասանների կամ Արթուր Կարապետյանը, Թումանյանն է, Սաթենիկ Խախնազարյանը, Օլգա Մայրիկն է, այսինքն դա գիրք է գրքի մեջ։ Իմ կարծիքով շուկայում նմանատիպ գիրք չկա կամ կա, բայց ոչ այդ մասշտաբի։ Իդեպ գրքի Հովանավորի անունը կցանկանայի տալ, դա Վահե Ֆաթալ հիմնադրամն է, Վահե Ֆաթալը դա լուսահոգի Վահե Ֆաթալն է, որը տաղանդավոր ուրեմն արվեստի մշակույթի ոլորտի տաղանդավոր հայ է եւ իր կտակը թողել է բացառապես հայ մշակույթը զարգացնելու համար։ Այս շատ հետաքրքիր բան ասեցիք, ինձ անձնապես մի հարց է հետաքրքրում, մի փոքր շեղվելով թեմայից, դե հանրությունը, կարդացող ընթերցողը ճանաչում է Թումանյանին իր ստեղծագործությունների միջոցով։ Նշեցիք Թումանյան հայրը։ Ինչպիսին էր Թումանյանը որպես հայր։ 10 երեխաների հայր, կարգ ու կանոնի սիրահար, տանը ամեն բան պետք է իր տեղում լինի, ես դա խոսում եմ դստեր Նվարդ Թումանյանի բերանով։ Եվ հյուրերը երբ պետք է գային, նախապես հայրիկը, ասում է Նվարդը, տեսնում էր ինչպես ենք սպասքը դրել սեղանին եւ նույնիսկ ինքը Թիֆլիսում խանութից դեռ 3 աղջիկներն էին մի քիչ մեծ, ինքը առավ գոգնոցներ շվեյցարական եւ ասեց, որ մատուցելիս պետք է կապեք գոգնոցները։ Մեծ գեղագետ, մեծ էսթետ, հետևողական երեխաների կրթության եւ դաստիարակության հարցում, միասին խաղեր ստեղծող, երեխաների դաստիարակությամբ զբաղվող, շատ սրտացավ, շատ հոգատար, շատ հուզական, շատ զգացմունքային եւ դա նամակների ինֆորմացիան եմ ես ձեզ փոխանցում, ընտանիքի զավակների նամակները գրված հոր նամակները կնոջը, կնոջ նամակները հորը եւ այսպես միայն նամականին ուսումնասիրելով մենք կարող ենք պատկերացնել եւ ամբողջացնել Թումանյան հոր եւ ամուսնու կերպարը անդավաճան քրիստոնեական հոգատարությամբ եւ սիրով լցված
եւ օրինակ Արտավազդը սիրում էր նկարել, թե ինչպես է ինքը նպաստել, որ Արտավազդը մեկնի Մոսկվա սորի կելենի ստուդիայում, ինչպես է նա սեր արտնացրել Վան եւ Բասպուրական աշխարհի նկատմամբ, ինչպես է որ չի թաքցրել ռազմաճակատ մեկնելուց կամ դժվար տեղեր մեկնելուց կամ բանակ ոնց են հիմա թաքցնում բանակ չծառայեն մարդիկ խուսափեն, հա, այդ վատ բարքերը, բայց Թումանյանը հրաշալի օրինակ է, թե ինչպես է երեխաների մեջ սերմանել հանրային եւ ազգային բարձրագույն արժեքները եւ պատասխանատվության մեծ զգացումը հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ ունիկալ օրինակ է եւ կարելի է նստել հատուկ մեթոդական նյութեր մշակել Թումանյանով եւ բրենդինգ անել Թումանյանի ընտանիքը եւ հոր կերպարը կներեք բրենդինգ բառի համար չէ բայց շատ լավ միտք էր շատ հիանալի գաղափար էր այն որ Թումանյանի տուն-թանգարանը բավականին երկար ժամանակ է ինչ անցել է այսպես ավելի նորարարական տեխնոլոգիաներին դա մենք տեսել ենք ես ինքս էլ շատ լավ հիշում եմ բայց AI-ը այսպես մեր կյանք եկավ եւ կարծես վերջին շրջանում առիթ ունենալով շփվելով նաեւ թանգարանների հետ հասկանում ենք որ AI-ը նաեւ թանգարաններ է մուտք գործել եւ դա առիթ է որպեսզի երիտասարդ ծերունդին էլ ավելի շատ կարողանանք մեր պատմությանը մեր գրականությանը այսպես ավելի ներգրաված լինել։ Այ դուք ինչ քայլերի եք գնացել նորարար տեխնոլոգիաները Թումանյանի հետ այսպես միասին, ես էլ այդ բառը օգտագործեմ, միքսելու հետ համատեղ։ Իդեպ Թումանյանը եւս եղել է շատ նորարար եւ այդ ժամանակ ունեցել է միայն 3 լուսանկարչական ապարատ եւ նաեւ մենք ունենք ծավալադիտակ, որը դպրոցականներին ցույց ենք տալիս։ Եվ Թումանյան թանգարանը էլի սա գովասանք չլինի, եղել է Հայաստանի թանգարանների դաշտում առաջին տեխնոլոգիական նորարարություններ բերողը։ Մենք այս ստուդիայում խոսել ենք մեր ոսկեդարան հավելվածի մասին, որը շատ մեծ դրական ռեզոնանս է ստացել դրսի երկրներում եւ առանց գովազդի մենք ունենք 3000 եւ ավելի ներբեռնում, որը բազմալեզու հավելված է։ Երեք իդեպ ես Ճապոնիայի դեսպանի հետ էի հանդիպել եւ դեսպանը շատ շնորհակալ էր, որ Թումանյանի 22 հեքիաթը թարգմանել ենք ճապոներեն եւ այն հավելվածի մեջ է։ Մենք շարունակելու ենք աշխատանքը հավելվածի վրա, բջջային, այսինքն այդ ոսկեդարանը համալրվում է այնքան, որ Թումանյանը արդեն լինի շատ հասանելի աշխարհի տարբեր երկրներում եւ այս պահին Թումանյանը հասանելի է իտալերեն հեքիաթները, ֆրանսերեն, անգլերեն, ճապոներեն, պարսկերեն, ռուսերեն, արևմտահայերեն։ Մենք իհարկե այս տարի հավելվածն ենք հարստացնում, անիմացիաներն ենք արևելահայերենով դնում, Արցախի բարբառով էինք պատրաստել մինչև հիմա, բայց 29 թվականի հետ կապված շատ լավ ծրագրեր ունենք, որտեղ 169 տարեկան կլինի Թումանյանը եւ կան նաեւ հոբելյանական այլ միջոցառումներ, որոնք մենք 2029-ին շենքի բացման հետ ենք կապում։ Անիմացիաների AI-ի համակարգը ԿԳՄՍ նախարարության հրահանգով մենք արդեն գրություն ենք ստացել, որը տանում է դեպի AI-ի համակարգի ներդնում ամբողջ թանգարանային համակարգում, բայց այս պահին մենք կոնկրետ AI-ով չենք օգտվում։ Ես հակված եմ, որ ամեն բան լինի շատ ավելի բարձր, քան ինքը AI-ն է առաջարկում, եւ օրինակ հիմա գիրք ենք պատրաստում, որը անում է նկարիչ, եւ մենք չենք թողում, որ ինքը օգտագործի էլեկտրոնային գործիքներ եւ AI-ից ինչ որ բան վերցնի, կարող է ինչ որ ֆոն, չգիտեմ, տարբեր բաներ, բայց Թումանյանը մնում է բացառիկ, Թումանյանը մնում է շատ բարձր, անգերազանցելի, հետեւաբար AI-ի գործիքների նկատմամբ եւս թանգարանի աշխատակազմն ունի խիստ քննադատական եւ բծախնդիր մոտեցում։ Նայած ինչից կարող ենք օգտվել։ Հրաշալի, շնորհակալություն։ Եվ վերջում, ինչ կասեր Թումանյանը այն երեխաներին, ովքեր այսօր այցելում են թանգարաններ։ Թումանյանը հավանաբար կասեր շատ ընթերցել, նորից շատ ընթերցել։ Եվ ինչպես իր երեխաներին է ասել, կասեր շատ բալիկներ կունենաք, որպեսզի Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը փոխվի այնպես, որ Հայաստանը դառնա թելադրող երկիր։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղում էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը, իսկ մենք գնում ենք գովազդ դիտելու։